Տիկին Վարդանյան, դուք քիչ առաջ ասացիք, որ հիբրիդային պատերազմի հետ կապված իշխանությունները չեն տալիս Ռուսաստանի անունը, վախենում են, չեն տալիս հարաբերությունները փչացնելուց, թե չեն ուզում տան, որովհետև իրականում լավ հարաբերություններ ունեն, բայց դա պետք է, որ ընտրություններում նաև այդ հատվածի ձայները վերցնեն։ Էլի մեկ անգամ եւս դիմելով իշխող ուժին, մի վախեցեք, այդքան սարսափելի չի, Ռուսաստան, ասեք, Ռուսաստան, եթե սպառնալիք այդտեղից կա։ Չէ, ինչու չեն տալիս, թողնելով իրենց մանևրելու հնարավորություն, կրկնում եմ, որ գնան Բրյուսել, աջակցություն փորձեն ստանալ, մատնանշելով, որ սպառնալիք կա Ռուսաստանից, գնան Ռուսաստան, աջակցություն փորձեն ստանալ, ասելով, որ չէ, այն հայտարարությունները, որ անում ենք, դա ձեր դեմ ուղղված չի։ Այսինքն, տեսնում ենք, որ որևէ հարցում, սկսած ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքականություն, չկա սկզբունքայնություն, չկա հետևողականություն, կա խաբել։ Միայն խաբել, չեն տալիս, որպեսզի չլինի որևէ կոնկրետություն, չեն տալիս, որպեսզի այն եթե ուղիղ մատնանշեն, բնական է, որ դրան պիտի լինի հակազդեցություն։ Այսինքն արձագանք պիտի լինի, հակազդեցությունը սխալ բառ է, արձագանք պիտի լինի։ Հիմա ինչու չեն տալիս, ինձ թվում է իրենց պետք է ուղեք, այստեղ բրիֆինգի են, կարելի է հարցնել, հասկանում եք, արտաքին հետախուզական ծառայությունը կոնկրետ հայտարարություն է հրապարակել, ասել է կոնկրետ երկրի ուժային կառույցի միջամտությամբ փորձ ենք արձանագրել։ Հիմա երկրի անունը չտալը ո՞րն է, այս Հարի Փոթերը չի, որտեղ Վոլդեմորտի անունը չեն տալիս։